Գիտելիք հաղորդելը դպրոցի հիմնական առաքելություններից մեկն է միայն։ Մյուսը ազգային ինքնության արժեհամակարգի ձևավորումն ու փոխանցումն է սերունդներին։ Մեր կրթական համակարգը պետք է լինի ազգային, եւ այդ ուղղությամբ հետևողական քայլեր են արվում։ Ազգային երկու պար առարկան գալիս է լրացնելու այն առարկաների ցանկը, որոնք ներդրվել են, որպեսզի մեր երեխաները ոչ միայն պարելու կարողություն եւ հմտություն ունենան, այլ նաեւ իրենց մեջ կրեն ազգային ինքնության վրա խարսխված արժեքները։ 2015 թվականից Հայաստանի Հանրապետության հանրակրթական մի շարք դպրոցներում պիլոտային ծրագրով ներդրվել է ազգային երկու պար առարկան։ Ծրագրի շրջանակում աշակերտներին դասավանդում են համայնքային, ծիսական, հարսանեկան, աշխատանքային, ռազմական, պաշտամունքային պարեր եւ պարերկեր։ 2017 թվականին ծրագիրը մեկնարկել է նաեւ Արցախում։ Առաջին ուսումնական տարում այն ներառել է Արցախի թվով 17 դպրոց։ Այդ դպրոցների ուսուցիչները մասնակցել էին Կարին ավանդական երգի պարի խմբի եւ ազգային երգի պարի ակադեմիայի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացների երկու փուլին եւ քննության արդյունքում լավագույնը ճանաչվել։ Հենց նրանք էլ կատարել էին առաջին քայլերը արցախցի փոքրիկների շրջանում ազգային մշակույթի նկատմամբ հետաքրքրություն եւ սեր տարածելու ուղղությամբ։ Վերապատրաստման դասընթացները պարբերական բնույթ էին կրում մինչև 2019 թվականը եւ քայլ առ քայլ ավելացնում էին եւ դասավանդող ուսուցիչների քանակը եւ նրանց տեսական ու գործնական գիտելիքները։ Երբ որ այդ վերապատրաստումները Գագիկ Գինոսյանի նախաձեռնությամբ, նաև մեր մշակույթի նախարարության մտահաղացմամբ այդ ամեն ինչը եղավ, մենք դպրոցներում ունենք պարուսույցներ, ովքեր որ կարողանում են իրենց ստացած գիտելիքների, կարողությունների ուժի չափով այդ ամեն ինչը տարածում տալ, ազգային մշակույթը պահպանել։ Երեխաների հետ աշխատում եմ այս առարկայի մասով 2017 թվականից։ 2017 թվականի սեպտեմբերից հենց ներառվել է առարկան դպրոցներ, կրթական ծրագիր, նախորոք վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո ուսուցիչները պատրաստվել են եւ սեպտեմբերից անցել աշխատանքի։ 2017 թվականին աշխատել ենք 5-րդ դասարանի հետ, հաջորդ տարվանից արդեն 6-րդ եւ 7-րդ դասարանցիների հետ։ Սկզբից հենց երեխաները ոգևորված էին, շատ սիրեցին առարկան, հիմա եւս ճիշտ է տարբերություն կա 5-րդ դասարանում ավելի ոգևորվածությամբ են մասնակցում դասերին, 7-ում մի քիչ պասիվություն է նկատվում տղաների մոտ, բայց առարկան սիրված առարկա է։ Այս տարի հիմնական դպրոցն ավարտել են այն դպրոցականները, ում կրթական ծրագրի բաղկացուցիչ մասն էր ազգային երկու պար առարկան։ Արդյունքներն ակնառու են։ Վերջին զանգարարողության ժամանակ հենց ազգային պարը միավորեց բոլոր շրջանավարտներին, ինչը խոսում է առարկայի մասսայականության մասին։ Ավելին, ինքնաբուխ, ինքնակազմակերպված դպրոցականների պարային ելույթները ուղեկցում էին հանրապետության հրապարակում կազմակերպվող գրեթե բոլոր մասսայական միջոցառումները։ Հենց այդ պատճառով էլ Արցախի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից որոշվեց ազգային երկու պարի փառատոն կազմակերպել։ Ազգագրական պարերի ու պարերքերի հանրապետական փառատոնի մեկնարկը դեռևս տրվել է 2 ամիս առաջ։ Արցախի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի եւ մշակութային կրթության բաժնի նախաձեռնությամբ եւ տնջրե ազգագրական երգի պարի համույթի ուժերով մրցույթին կարող են մասնակցել, ավելի ճիշտ արդեն մասնակցում են Արցախի հանրապետության հանրակրթական արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների պարախմբերը, ներկայացնելով մշակութային ինքնությունն ու առանձնահատկությունները արտացոլող պարեր ու պարերքեր եւ միայն էթնիկ տարբերակով, այսինքն առանց ժամանակակից մշակման։ Փառատոն կազմակերպելու գաղափարը ծնվել է վերջերս Ստեփանակերտի վերածննդի հրապարակում Արցախյան շարժման 35-րդ տարեդարձին նվիրված ֆլեշմոբի ժամանակ, որը նույնպես կազմակերպել է մեր բաժինը, եւ մանուկներն այնտեղ հաստատեցին մեր ազգի, մեր արցախցու լինելիության գաղափարը եւ
պայքարի շարունակականության գաղափարը։ Երբ որ մշակույթի նախարարությունից կապվեցին ինձ հետ, որ ուզում ենք փառատոն կազմակերպենք ազգային երկու պարի, ուզում ենք, որ նաև դու մեզ օգնես այդ հարցում։ Նպատակը ինչն էր, որ շրջելով Արցախի այսօրվա գյուղերում, որտեղ որ անցնում են ազգային պար, քաղաքներում, իրենց հետ եւս ոնց որ վերապատրաստել, ինչ որ մի նոր պար ընտրել, սովորել, հասկանալ ինչպիսի կարողություններ ունեն եւ դրանով արդեն, այսպես ասած, վերլուծելով կարողանանք փառատոն կազմակերպել, որտեղ մենք չգիտենք, բոլորովս չգիտենք ինչ է մնացել պատերազմից հետո գյուղերում, ինչ երեխաներ են մնացել, ինչ ուսուցիչներ են մնացել, ովքեր որ ազգային պարը փորձում են պահպանել ու նաև ազգային մշակույթը տարածել։ Ստացվեց այնպես, որ ամբողջ մայիս ամսում ես Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանի գյուղերով ու քաղաքներով շրջեցինք։ Շատ երեխաներ կան, ովքեր որ շատ սիրում են ազգային պարը, նաև ունեն, այսպես ասած, որ քիչ համ, շատ են ուզում, ավելի շատ ինֆորմացիա են ուզում, ավելի շատ գիտելիք են ուզում, այսինքն այն ինչ որ ստացել են, դա արդեն իրենց չի հերիքում։ Ու նորմալ է, յուրաքանչյուր մարդ, երբ որ զգում է, որ լճացում է ապրում, փորձում է այդտեղից գնալ մի ուրիշ անկյուն, մի ուրիշ տեղ, որտեղ ավելի նոր գիտելիքներ կստանա։ Ցավոք սրտի այսօր մեր մոտ մի քիչ այդ պահը կա։ Կանգնվեց վերապատրաստումների պահը, հիմա չեն կարողանում, Կարինից ինչ որ մասնագետներ կան, Գագիկ Գինոսյանը վերապատրաստումները չի շարունակում, ու ստացվում է, որ այն ինչ որ ստացել ենք 2017, 18, 19 թվականներին, որտեղ մենք ունեցանք նաև COVID-ի շրջան, որտեղ որ ուսուցիչները on-line էին փորձում վերապատրաստվել, այսինքն այդ անմիջական շփումը նույնպես չկար, որը նույնպես չխթանեց, որ այդ մասնագիտական հմտությունները ավելի շատանան։ Դրա համար այսօր ես զգում եմ, նկատում եմ, որ մեզ պետք են ավելի լավ մասնագետներ, ովքեր որ երեխաներին ավելի շատ բան կտան ու նրանք ավելի շատ շահագրգռված կլինեն, ու այդ գաղափարը խորությամբ կհասկանան, այլ ոչ մակերեսայինորեն։ Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգին բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը։ Ծոս գյուղի ուսուցիչն ու երեխաները տպավորվեցին, երևի թե ավելի շատ ուսուցիչը կասեմ, մի հետաքրքիր միտք արտահայտեց, որ երբ որ ազգային պարի հետ ծանոթացա, երբ որ եկան ուսուցիչները, վերապատրաստող ուսուցիչները, խոսում ենք, ինչ-որ տեսանյութեր ենք նայում, ամբողջությամբ ընկղմվեցինք այդ ազգային պարի մեջ, ասում եմ ինչ օրս ես երազում եմ գա մի ուղի, գա մի շրջան Արցախում, երբ որ հարսանիքներին, ուրախություններին բոլորը պարեն մեր ազգային պարերը, այլ ոչ թե պարեն, չգիտեմ, այնտեղ արտասահմանյան, ինչ-որ սովետից մնացած լեզգինկաներ, ու իր այդ երանությամբ այդ խոսքը, որ ինձ համար դա մի բան է մնացել, որ ես դասավանդում եմ, ուզում եմ, որ նույնիսկ խթանեն, ավելի շատացնեն ուսուցիչներին, խմբակները, ամենտեղ, որ մի օր ուղղակի բոլորով ինչ-որ մի հարսանիքի, ուրախության, փառատոնի ու սուսի տանք, ձեռքի տանք ու մերը պարենք։ Իբրև շարժում, պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցականի կյանքի գեղարվեստական շարժման մեջ։ Քանի որ պետք է հասկանալ, որ ամեն գեղարվեստ, ինչպիսին երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն եւ այլն, շարժում է։ Ամեն կյանքի մեջ պար կա, արդեն ամբողջ տիեզերքի կյանքը միթե պար չէ։ Երկրորդ փուլի շրջանակներում կկազմակերպվի դարձյալ ֆլեշ մոբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, լավագույն բոլոր այստեղ արդեն կմասնակցեն բոլոր հայտ ներկայացրած խմբերը։ Միևնույն ժամանակ կկազմակերպվի նաև եզրափակիչ համերգ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում լավագույն խմբերի ընդգրկմամբ։ Փառատոնի վերջնական կետը թե երբ է լինելու, ցավոք սրտի դեռ բաց չի, նախատեսվում էր հունիսի վերջ, բայց երկրում այս իրադարձությունները թույլ չեն տալիս, որ վերջնական օրը ամեն դեպքում հստակեցնենք, ամեն անգամ ինչ-որ նոր խոչընդոտ է առաջանում, չէ որ այդ երեխաները, ովքեր որ գյուղերից են, իրենց տեղափոխելու խնդիր կա բերելու, ունենք վառելիքի խնդիր, տրանսպորտի խնդիր, դրա համար էլի ստիպված ենք հետաձգենք, բայց համբերատար սպասում ենք, բոլոր ուսուցիչները ժամանակ առ ժամանակ կապ են հաստատում, բա երբ է լինելու, երեխաներն են շահագրգռված, շատ են ուզում, որ արագ կայանա, այսինքն անհամբեր սպասում են այդ օրվան, ցավոք սրտի, բայց դեռ վերջնակետ չկա,
Հուսով ենք, որ գոնե մինչև օգոստոս կլինի, բայց էլի վերջնական չի։ Ամեն ինչ կախված է մեր երկրի ունեցած ռեսուրսներից, իրավիճակից, որ կարողանանք հավուր պատշաճի կազմակերպենք փառատոնը, այլ ոչ թե ուղղակի ինչ-որ միջոցառում է, որ եկել են բարել գնացել։ Նախատեսվում է, որ պետքա դա գաղափարական լինի ու մնայուն դառնա, այսինքն սա առաջի փորձն է, որ հետագայում ամեն տարի արդեն տարվա ընթացքում ուսուցիչները երեխաների հետ միասին պատրաստվեն փառատոնին, գալիք փառատոնին։ Դրա համար պետքա սա լավ լինի, մնայուն, որ կարողանանք մնայուն արժեք սարքենք, այլ ոչ թե ուղղակի մի միջոցառում, որը կանենք կասենք, որ արեցինք ու վերջ կգնանք։ Երկրի իրավիճակը թույլ չի տալիս փառատոնի անցկացման հստակ ժամկետները սահմանել, սակայն նախապատրաստական աշխատանքները ակտիվ փուլում են։ Դպրոցականները իրենց ուսուցիչների հետ պարբերաբար փորձեր են անում։ Դա նաև նրանց ամառային արձակուրդն է դարձնում առավել հետաքրքիր եւ լեցուն։ Երեխաները, այո, ցանկանում են խմբակի տեսքով միշտ հանդիպել, բարել, խոսել հենց բարերի նշանակության մասին, շատ է հետաքրքրում նրանց հետ բարերի շարժումների նշանակությունը, թե որ բարը երբ էին բարում, կիրառվում էր, երբ էր կիրառվում եւ հետաքրքրությամբ բարում են։ Ճիշտ է, կցանկանայի, որ տղաներից է լինել շատ ռազմապարերը, հենց տղաները ոգևորությամբ բարեին։ Ազգային երկու բարի դասընթացի կարևորագույն տարրը տեսական գիտելիքն է։ Անչափ կարևոր է, որ մեր երեխաները այսօր մեր ազգային բարի ոչ միայն շարժումներն են յուրացնում, այլ նաև սովորում են նրանց նշանակությունը, բարի պատմությունը եւ ճանաչում մեր ազգային մշակույթը։ Ազգային բարերի կարևոր ուժերից մեկը այն է, որ յուրաքանչյուր պար, յուրաքանչյուր շարժում իր պատմությունը ունի, իր գաղափարը նշանակությունը ունի։ Օրինակ, շատ քչերը այսօր կարող են պատկերացնել ու այդ մշակույթը վերականգնել։ Մենք ունենք սգո պարեր, այսինքն, երբ որ ինչ-որ մեկը մահացել է, մարդիկ բարել են սգո պարել, միայն այդ ծիսակատարության կարևորագույն մասերից մեկն է եղել ու իր յուրաքանչյուր շարժում իր նշանակությունն է ունեցել։ Նույն Էջմիածին պարը, որը որ պարում ենք, մինչև քրիստոնյա դառնալը պարը արևի պաշտամունքին էր նվիրված ու ամբողջ այդ տիեզերքի, կյանքի մայր մտնելը, ծագելը, այդ ընթացքն էր նկարագրում, խորհրդանշում։ Հետագայում արդեն երբ որ դարձան քրիստոնյա ու իհարկե դարերի հետ, ժամանակի հետ համընդհանուր փոխվում է նաև մշակույթը, ուրիշ իմաստներ, գաղափարներ, նշանակություններ են առաջ գալիս, այդպես պարը արդեն Էջմիածնին, այսպես ասեց, պաշտամունքային պարեր արդեն Էջմիածնին նվիրված, նույն ռազմապարերը խոյերի պաշտամունքին նվիրված պարեր են եղել։ Հայաստանը ինքը լեռնային երկիր է եւ խոյը յուրահատուկ նշանակություն ունի մեր մշակույթում։ Երբ որ նկարագրում ենք երեխաներին այս ամեն ինչը, իհարկե նրանք ուզում են, ոգևորված են, որովհետեւ դա իրանց համար ուղղակի շարժում չի, աճ, ձախ, 1-2, այլ դա գաղափար է։ Իհարկե ազգային դաստիարակության տեսակետից մեծ նշանակություն ունի, ընդհանուր առմամբ ազգայինը պահպանելը դա բոլոր սերունդների առաքելությունն է եւ պարտավորությունը հաջորդ սերունդներին փոխանցեն այն, ինչ ստացել են նախորդներից, պահպանեն, ճանաչեն ազգային արժեքները։ Երեխաները պետք է ծանոթ լինեն ակունքից եկած երգերին, ազգային երգերին, լսեն ճիշտ երաժշտություն, դասական, հոգևոր երաժշտություն, ազգային երգեր։ Ազգային պարը ես կասեմ, որ շատ կարևոր է երեխաների դաստիարակության համար, ոգի տալու համար, մեկը ես, եթե երևի թե ազգային պարի մեջ ընկղված չլինեի, չհասկանայի, թե իր դաստիարակությունը, իր տված ուժը ինչքան մեծ է, մանավանդ ռազմապարերի օգնությամբ, ինձ համար դժվար կլիներ այսօր Արցախում ապրել, որտեղ բարդություններ շատ կան, իսկ ազգային պարը, նույն ռազմապարերը, որոնք որ կան Եռխուշտան եւ մնացած պարերը, ինչ եմ Եռխուշտան շեշտում, որտեղ ինքը հենց ռազմի պար է, ընկերոջ պար է ու դա պարել են այն գաղափարով ու այն մտքով, որ երբեք մենք մեր ընկերոջը մենակ չենք թողնի ռազմի դաշտում, մարտի դաշտում ու այսօր բոլորս պետք է այդ գաղափարով լինենք, որ Արցախը ընդհանուր եւ այսօր նույնիսկ Հայաստանը ընդհանուր դա ռազմի դաշտ է ու մենք չպետք է թողենք մեր հայրենիքը, մեր ընկերներին, մեր այն բոլոր մարդկանց, ովքեր որ այստեղ փորձում են պայքարեն իրենց ուժերով հայրենիքը պահելու համար, դրա համար դա շատ կարևոր պահ է ինձ համար, որ ազգային պարով պետքա դաստիարակվի սերունդը, ցավոք սրտի դրանից առաջ երեխաները լրիվ ուրիշ գաղափարներով են դաստիարակվել։
Պարն իր արտահայտչականությամբ եզակի արվեստ է։ Պարը մենք ենք, այնպիսին, ինչպիսին որ կանք։ Եվ դա առավել տեսանելի է դառնում ժողովրդական պարերում։ Պարը իրեն ստեղծած ազգի դիմանկարն է, լուր պոեզիա կամ տեսանելի երգ, որի ակունքներում ժողովրդի հոգին է։ Ազգային պարերում արտացոլվում է ժողովրդի հավաքական երևակայության ստեղծագործ ուժը, զգացմունքների խորությունն ու պարզությունը։ Մենք հզոր ենք մեր ինքնատիպությամբ։ Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ պարարվեստը, շեշտված ազգային ոճով։ Այսօրվա պես մեծ արհավիրքներ եւ անգամ ավելի ծանր օրեր են հաղթահարել հայ սերունդները, որովհետեւ դեպի գոյության պայքար քայլում էին ազգային երգով, ռազմական պարով ու հայատար աղոթքով։ Եվ քանի դեռ մենք մեր մեջ կրում ենք հենց այդ ազգային աղոթքը, հայկական երգն ու պարը, ելի հաղթանակներ կունենանք։ Ու ողջ աշխարհը հասկացավ, որ պար չէ սա, այլ մի ազգի քաջ պատմություն, ուր պարտությունն անգամ ունի հպարտություն, եւ չի հաղթի ոչինչ այն հին ազգին, որ այս ջանքով ու այս կամքով պարել գիտի։